ես կարծում եմ ամենաարժանահավատ վկայությունը այնուամենայնիվ տվել է Աջապահյանը իր հայտնի հարցազրույցի մեջ, երբ ասել է, որ իր համոզմամբ, այսինքն ինքը չի հերքում այդ փաստը, որ ԿԳԲ-ն փորձել է ներդնել գործակալներ հայ առաքելական եկեղեցու մեջ, նրա սովետական շրջանում։ Նրա փաստարկը այն է, որ եկեղեցին կարողացել է այդ գործակալներին դարձի բերել, դարձնել քրիստոնյա եւ ոնց որ վերածել արդեն մեր եկեղեցու գործակալների ԿԳԲ-ի ներսում։ Հիմա սա արդյոք միամտություն է, թե ինչ է, ես չէի ցանկանա կոնկրետացնել, որովհետեւ այնուամենայնիվ չգիտեմ, պարոն Աջապահյանի պարագայում չեմ կարող ասել, գուցե նա իսկապես այդքան միամիտ է, բայց էլի համոզված չեմ։ Ուզում եմ ասեմ, դա փաստարկը, մենք չենք դա ասում, ինքն է ասում, պարզապես կարծում է, որ այդ գործակալներին հայրաքելական եկեղեցին կարողացել է դարձնել հավատավոր եկեղեցական։ Պետք է հանգուցալուծվի այս խնդիրը։ Ինչպես։ Մեր առաքելական եկեղեցին պետք է ծառայի իր նպատակադրմանը, այն է մեր ժողովրդի հավատացյալ մասի հոգևոր կարիքների բավարարմանը, բացառապես հոգևոր կարիքների բավարարմանը։ Եթե քաղաքական հայտարարություններ անի, կստանա քաղաքական պատասխաններ,